Շիրակի մարզի բնակչությանը սպասարկող Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում սկսվում է լարված աշխատանքային փուլը։ Սեզոնին բնորոշ աղիքային բակտերիալ վարակներով պայմանավորված դիմելիության աճ է նկատվում։ Այսօր արդեն երրորդ օրն է Արթիկի շրջանի Հարիջ բնակավայրից Անին ու փոքրիկն այստեղ են։ Դուց սրտապոծ։ Երեխեն սկսեց կտրուկ հրաժարվել սնունդից, ընդհանրապես ոչ մի բան չէր ուտում։ Դե որպես ադատ մեր բրունձով շիլա եմ պատրաստել, 2 գդալ կերավ երեխեն, 3-րդ գդալի նորից սրտապոծ։ Ու հենց այդ պատճառով վախեցա ու միանգամից դիմեցի բժշկի։ Փոքրիկի մոտ աղիքային բակտերիալ վարակ է սալմոնելոզ, այսօր արդեն վիճակում փոփոխություն է նկատվում, բայց դեռ սննդից հրաժարվում է։ Տեսնես ինչ ժիր է, Այստեղ պացիենտները նոր են վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել պալատ, երեխային բերել էին ցնցումներով։ Մեր թվերը աղիքային ինֆեկցիայի տեսակետից շատացել են, հիվանդները շատացել են, բայց միջինը նորմայի սահմաններում են։ Ունենք եւ մանկահասակ երեխաներ աղիքային ինֆեկցիաներով եւ մեծահասակներ։ Գալիս են բավականին ծանր, միջին ծանրությամբ հիվանդները, երբեմն լինում են տանը մի քանի օր բուժված հիվանդներ, որոնք որ ծանրանում են եւ տեղափոխվում են հիվանդանոց։ Աղիքային ինֆեկցիան կեղտոտ ձեռքերի հիվանդություն է, հիշեցնում է մասնագետը, խորհուրդ է տալիս հաճախակի ու լավ լվացվել, մրգերն ու բանջարեղենը ուտելուց առաջ մանրակրկիտ լվանալ, ձվի եւ մսամթերքի դեպքում սննդի նորմալ ջերմային մշակում ապահովել։ Այդ ճիփողոցներից այդ սնունդ գնեն, ավելի լավ է այնպիսի խանութներից, որտեղ պահպանվում է ջերմային ռեժիմը եւ սննդամթերքը չի փչանում։ Զուգահեռ գրիպանման հիվանդություններն են տարածվում, որոնք երբեմն ընթանում են աղիների խանգարումներով։ Առաջին օրերին գրեթե հնարավոր չէ տարբերել հիվանդի մոտ բակտերիալ աղիքային վարակ է թե վիրուս արտահայտված աղիքային խանգարումով։ Դրա համար չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, առավել եւս ընդունել դեղորայք, հիշեցնում է Կարինե Տոնոյանը։ Խորհուրդ կտամ, որ ցանկացած հիվանդության, հիվանդագին որևիցե նշանի դեպքում, ուրեմն մարդիկ դիմեն իրենց ընտանեկան բժշկին։ Շատ դեպքերում մեր բնակչության մեջ սկսում են ինքնաբուժմամբ, հատկապես երեխաների հարցում տատիկներն են ավելի ակտիվ, սկսում են ինչ-որ բաներ անել եւ հետո ավելի է խորանում հիվանդությունը։ Երբեմն էլ գնում են տեղատուն եւ տեղատանն են հարցնում։ Ես գտնում եմ, որ դա ամենամեծ սխալն է, երբ տեղագործը որևիցե դեղորայք է առաջարկում բուժական տեսակետից։ Պետք է զգուշանալ նաև բրյուցելոսից։ Տարվա ընթացքում այս ախտորոշման բուժառուներ ընդունել էր ինֆեկցիոնը, հիմա էլ բուժվում են։ Նրանք հիմնականում գյուղաբնակներ էին, որոնք ունեին կենդանիներ, անասուններ, հիվանդ անասուններ եւ զբաղվում էին անասնապահությամբ։ Իսկ քաղաքաբնակ բնակչության մոտ ոնց որ չի հանդիպել, բայց կուզեմ տեղեկացնել, որ կատնամթերքը եւ մսամթերքը կարող է վտանգավոր լինել օգտագործելու ժամանակ։ Մսամթերքը եթե եռացվում է ու ճաշեն է փուն պատրաստում, բնականաբար նա դառնում է ավելի անվտանգ։ Իսկ կատնամթերքը կաթը պետք է եռացնել։ Բաժանմունքում ջրծաղիկով հոսպիտալացված 1 դեպք կա ծանր ընթացքով։ Ոչ ծանր դեպքերը ամբուլատոր բուժում են ստանում։ Մաճակալային ֆոնդը ծանր դեպքերի համար է։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։